Միհրան Պողոսյանի երեքազգականները մեղադրյալի աթոռին են հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը։ Պողոսյանը որպես ԴՀԿ պետ պայմանագիր է կնքել նրանցից մեկի հիմնած ընկերության հետ, պետությանը հասցված վնասը գնահատվում է 9 միլիոն դրամ։ Նա նաև հարկադիրում աշխատանքի ընդունել իր քեռու երկու որդիներին, որոնք գործի չեն գնացել, սակայն ստացել են ընդհանուր 12 միլիոն դրամ աշխատավարձ։ Երեք մեղադրյալն էլ պետությանը պատճառված վնասը վերականգնել են։ 1 տոննա կոկայինի հանրահռչակ քրեական գործով ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից բացի եւս մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Վերջինս Մրգենի ընկերության փաստացի տնօրեն Գագիկ Բադալյանն է։ Քրեական այս գործով արդեն մեղադրյալի աթոռին է 5 անձ։ Սամվել Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերով կոկային տեսակի թմրամիջոց։ Նաեւ թաքցնելով մաքսային հսկողությունից Հայաստանի պետական սահմանով ապօրինի տեղափոխել է խոշոր չափերով կոկային տեսակի թմրամիջոցը։ Մեղադրյալներ են Մելիտա Ղազարյանը, Լևոն Աթաջանյանը, ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Գագիկ Բադալյանը։ Հայաստանում հայտնի բուհերից մեկի ամբիոնի վարիչը կրծքավանդակի ձախկեսի կտրած ծակած արյունահոսող վերքեր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Պարզվել է վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Թ. Իրավապահները պարզել են, որ վիրավորը վնասվածքները ստացել է անծանոթ անձանց միջև ծագած վիճաբանության ժամանակ։ Դանակով հարվածել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Սմբատ Դ. Ձեռնարկվում են միջոցառումներ նրան, վիճաբանության մյուս մասնակիցներին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Սևանա լճից սիկ տեսակի ձկանապուրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի պարեկտները Ծովագյուղ Շորժա Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևանի 66-ամյա բնակչի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան։ Պարեկտները մեքենայում հայտնաբերել են սիկ տեսակի 1456 ձուկ, ընդհանուր 603 կիլոգրամ քաշով։ Ըստ վարորդի ձկները ձեռք էր բերել Վարդենիսում անծանոթ անձից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Համայնքային ոստիկանության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Հիմնավորվել է, որ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը 2024 թվականին բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ, որից հետո ակումբի աշխատակիցներին եւ հաճախորդներին հրահանգել է լքել տարածքը, այդ կերպ խոչընդոտելով ընկերության բնականոն աշխատանքը։ Նաեւ բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել ակումբի երգչուհու նկատմամբ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա։ Պարզվել է, որ 2025 թվականին մի խումբ անձինք մեկնել են ԱՄԷ-ի բնակության հասցեն, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա եւ կրակայրիչով այրել։ ԱՄԷ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը եւ գրավը։ Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 միլիոն դրամի գույքն օրինականացնելու մեջ։ Հիմնավորվել է, որ 2010-ից 18 թվականներին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։